մեր լրատվական հատվածն ավարտեց, ինչպես գիտեք, եւ այս բաժնում արդեն հաղորդման մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Ընտրությունների օրերը մոտենում են, Արմեն Հայաստանում ընտրությունների բոլորս գիտենք։ Պայքարը թերաժանում է։ Այո, իմ մոտ այնպեսի տպավորություն է, կարծես ինձ սպանակն որ ժամանակի հետ սեղմում, ամեն ինչ ավելի հստակ ու բանադառնում։ Եվ ես մի բան նկատեցի Արմեն, որ ԿՊ-ն, այսինքն այժմյան կառավարությունը, իշխող ուժը ոչ պաշտոնապես կարծես կարգախոս է ընտրել հետևյալ տրամաբանական բանը, որ եթե ուզում եք խաղաղություն ընտրեք մեզ, եթե մեզ չընտրեք կլինի պատերազմ, չէ, արդեն ուղղակիորեն դա զգացում է ամեն եւ կարծում եմ, որ իրատես եւ տրամաբանական մոտեցում է հարցին։ Ինչ կասես այս կապակցությամբ։ Տեսեք, լոզունգներից եթե այն կողմ գնանք, իրականում ես չեմ տրվում այդ լոզունգներին, որովհետեւ կա աշխարհքաղաքական իրավիճակ։ Տեսեք, եթե վերցնենք վատագույն սցենարներ, ոչ մեկ իրանցից ոչ մեկ մեծ խոսում են, չէ, Ղարաբաղ կամ բան կամ վերադարձած, հիմա շատ քիչ են խոսում, իդեպ ասեմ, եթե նկատել եք իրանց այդ ընդդիմություն կոչված, այդ ռուսամետ ընդդիմություն կոչվածի ռետորաբանությունը բավականին նստել է, էլի։ Ու հազվադեպ ես լսում, հենց որ հարց են տալիս ուղիղ ասում են, հա, Ղարաբաղից ինչ եք անելու բան, մեկը պատասխան չկա, հետ եք բերելու, պատասխան չկա։ Լսել եք երևի բազմաթիվ հարցազրույցներ, հենց կոնկրետ հարցը դնում ես։ Այո, եւ գիտեք ինչ, շատ ինձ թվում է տրամաբանական է, եթե ասեն այո, այդ որ առաջ էին ասում, հետ ենք բերելու եւ այլն, ով կտա մեզ առանց պատերազմի Ղարաբաղը, չէ՞, պարզ տրամաբան։ Այսինքն, եթե ուզում ես հետ բերել, դա պատերազմի ուղղակիորեն գնում ես դեպի պատերազմ։ Իրենք հիմա ավելի նուրբ խոսում են վերադարձի խնդրի մասին, որը իդեպ այդ մասին մենք խոսենք, միջազգային իրավունքով, ասենք, համապատասխան է, որտեղ մարդկանց տեղահան են արել, չէ՞ եւ այլն։ Դրա համար, այսպես ասեմ ձեզ, անկախ ամենից երկու հանգամանք է պետք հաշվի առնել, որ Պուտինի վիճակը, իրանց պապայի վիճակը, այդքան լավ չի, որ իրանք դες դոշ ծեծելով գնան եւ այլն։ Ավելին ասեմ, իրանք հաստատ պատերազմ չեն վերելու։ Իրանք որ եկան, իրանք միանգամից պայմանավորվելու են Հայաստանը այն գործարքը նոյեմբերի 9-ին իրանք անելու են, բնականաբար գուբերնատորի կարգավիճակով մնալու են, բայց էդ էլ հարցականի տակ է, գիտեք ինչու։ Որտեվ իրանց Պուտին պապայի վիճակը տխուր է։ Այսօր իդեպ հետաքրքիր բան է դուս եկեք, եկեք New York Times-ում հոդվածը դուս եկեք, որի մասին աշխարհը խոսում է, հեսա կասում։ Ինչի մասին ենք խոսում ենք։ Իրականում ես չեմ հավատում, որ իրենք կբերեն պատերազմ, որտեվ իրենք երկու տարբերակ ունեն։ Առաջին տարբերակը կամ իրենք Հայաստանը ուղղակի սարքելու են գուբերնիա։ Խոսում ենք ընդդիմության մասին, շեշտենք որ շեշտեք, կարող դեմից սկզբից այո, հետո պատմություն է դառնալու։ Լավ, այսինքն ինչ է կատարվում, իրանք կամ այդ ծրագիրն են իրականացնելու, եթե Պուտին պապայի վիճակը ների, հիմա մի քիչ փողերը չէ ձեռը եկել, հեսա կասեմ այդ մասը եւ նավթը թանկացավ։ Հա, իհարկե։ Եվ երկրորդ տարբերակը, որ երբ որ իրանք տեսնան այս Պուտին պապայի վիճակը լավ չի, то իրանք էլ չեն բարձրացնելու այդ հարցը։ Ավելին ասեմ ձեզ, իրանք ընդհանրապես այդ հարցը չեն բարձրացնում, դա իրանք բոլորին չի հետարկում։ Այո, այսինքն միանշանակ, այսինքն ինչ են անելու իրենք, քանի որ իրանք եկել են, մենք հիմա եկեք նորից ասենք, մի հատ էլ հիշեցնենք, որ մենք հիմա պրոյեկտում ենք, այդ սցենարն ենք քննարկում, հիփոթետիկ։ Այո, ասենք եկել են իշխանության, ինչ են անելու, առաջինը, եթե Պուտին պապայի վիճակը լավ չեղավ, վազելու են Թրամփի հետ պայմանավորվելու։ Հա, բայց արդեն ես չգիտեմ, հասկանում եք ինչ է կատարվում։ Այսինքն, պատկերացրեք մի բան, եկել են օլիգարխ մարդիկ են, բիզնեսմեն, փողի հարց կա, հիմա մտածում են Պուտինի վիճակը լավ չի, 2 վայրկյանում անց կգցեն իրանց Պուտին պապային, པարզ չի, ասենք։ Դրա համար ճիշտ ասած դա ավելի շատ էս նախընտրական լոզունգներ եմ դիտարկում, ամեն մեկը իր պոզիցիան ունի, ամեն մեկը իր ստրատեգիան ունի հիմա ընտրությունների ժամանակ անելու։ Դա ասում այդքան չկան էլի տենց չի որ բան է կամ այսինքն պատերազմի բան ընդհանրապես չեմ տեսնում կարանան կհանձնեն երկիրը եթե տեսնեն տարբերակ չկա Պուտինը չի ձգում գնալու են վազելով պայմանավորվեն ինչի՞ չի արդեն եկել են իշխանության ավելի շատ փող կարան աշխատեն իսկ ինչի իրանք չաշխատեն այդ փողը բայց ինձ թվում է ԿՊ-իս պատերազմ եւ խաղաղություն թեման ժողովրդի վրա ազդեցություն անում եւ կարելի է հասկանալ ես էլ եմ կարծում որ իդեպ ձեզ մի բան ասեմ հա ես էլ ասենք ավարտենք Մադուրոյի օրինակը եւ Դելսի Ռոդրիգեսի օրինակը թող ասենք բան լինի, չէ՞։ Դելսի Ռոդրիգեսը եկավ, միանգամից ռուսամետից դարավ ինչ? Տրամպամետ։ Գովաս կդառնանք ու շարունակենք զրույցը Արմեն Չիբուխչյանն։ Երևանն եք ուղարկում։ Այո։ Օթանավով։ Այո։
Երևան են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 cent։ Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Հա, իսկ դրամական փոխանցումները 1%-ով։ Կասեք, Աշոտ դա ուղարկել։ Սեյֆը այսօր էլի լցնելու, խոշորա լինելու։ Բոլոր մուտքերն ու ելքերը ինձնով են անցնում, բայց պիտի զգուշ լինեք, մաքուր աշխատեք, հետք չմնա։ Նույն սկզբունքով էլ պատն եք քանդելու։ Ծանոթացեք աղբորս հետ Ֆելոնը, սպորտսմեն է։ Դու մեդալով հետարի, ես էլ քեզ համար նոր բոթաս կանեմ։ 4 մետր երկարությամբ թռիչք պետք է աներ։ Հարցը ոնց են այնտեղ հայտնվել։ Սաղանեմ ծամեմ դնեմ բերանները, որ վերջում կծեն արա։ Պատը քանդելու համար մեզ 3.5 ժամ է պետք։ Ոչ առաջին պատն է, ոչ էլ վերջին։ Բապատալուկը։ Մեկ մի բանի իմ վրա։ Ջուրը 2 շիշի տեղը 4 շիշ կվերկանեմ։ Ռիսկը շատ է կոլ, բավար բռնվենք։ Չենք բռնվի մի կռա։ Հետո ինչ-որ կերպ 34 սանտիմետր անցքով ներս ամտել ու 32 կիլոգրամ փող տարել։ Կամ գիժա, կամ էլ Чиновник. Преступники пробили потолок в хранилище Госбанка. Они ушли незамеченными и захватили с собой мешки с рублями. Սամանիչը սիրո համար եկա։ Արիթեի կատերես ջան։ Ովքեր չեն հասկանում, ամեն կասիրի մանրամասն բացատրեք, որ սերիան նորաշրջանառում։ Որիչը ոչ մեկ մոտ չկա։ Մենակ նրանց մոտ։ Действуйте вне протокола, чтоб в кратчайшие сроки у меня были их имена. Եթե կարողանում ես հանգիստ քնել, ուրեմն խիղճդ քեզ հետ է, ոչ թե քոթ։ Իսկ եթե մի օր սխալվեմ։ Սխալից վախենալ պետք չի։ Суд խոսելուց պետք է վախենաս։ Это самое крупное ограбление в Советском Союзе։ Ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում։ Տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Ակում ենք ծրագիրը եւ զրույցը Արմեն Չիբուխյանի հետ։ Արմեն, իհարկե Իրան միացյալ նահանգներ խոսենք, բայց եթե ավելացնելու ունես հայաստանյան ընտրական թեմաներից, Ես երրորդ օրն պարոն Թրամփը ասում է, որ բանակցություն ա վարում, Իրան ասում է մենք բանակցություն չենք վարում Թրամփի հետ։ Սա ինչքան է շարունակվել Արմեն։ Տեսեք, կողմնակի ինդիկատորները խոսում են, որ բանակցություններ գնում է։ Ավելին, Թրամփը այնպեսի հայտարարություն արեց, որ Բայց ոչ ընտրյալ պաշտոնյաների հետ, չէ՞։ Ոչ, ես կարծում եմ, չէ, չգիտեմ, խորհրդանը կարծում եմ ընտրյալը որն է նշանակված է, ասեցի հետո հասկացա ինչ ընտրությունն է։ Հա, ես որքան հասկանում, Ղալիբաֆի հետ են բանակցություններ վարում, ընդ որում հետաքրքրական է որն է, որ հենց իրանք հետ։ Այստեղ մի հետաքրքիր պատմություն է։ Տեսեք, Իսրայելն ասում է, որ Թեհրանից ինքնաթիռ դուրս եկե, Թեհրանի օդը ամբողջությամբ Իսրայելի եւ ԱՄՆ-ի վերահսկողության ներքո է։ Հետևաբար առանց իրենց թույլտվության ոչ մի ինքնաթիռ այնտեղից դուրս գալ չէր կարող։ Բարձր չէ, որ օդը փակ է։ Հենց ինքնաթիռը դուրս եկավ, ռադարը տեսնում է մի հատ հետևից։ Գեղեցիկ մի հատ ամրամա գնում, սենց F-35-ից թողած է։ Որ ինքնաթիռից բաց։ Heat seeking, ջերմությամբ գնացող։ Այո, գեղեցիկ։ Ուղիղ շարժիչի մեջ։ Տեսել եք ինչ գեղեցիկ են ամրամները։ Փախնել չի լինում։ Այո։ Դրա համար տարբերակ չկա, այսինքն դրանք փախնելու տեղ չունեին։ Հետևաբար, եթե այդպիսի բան կա եւ ասում են, որ դուրս է եկել ինքնաթիռ եւ Պակիստանն էլ ինչ որ ասում էր, որ հիմա խոսում են մեկ ասում է կա բանակցություն, մեկ ասում է շաբաթ կիրակի են լինելու, ուրբաթ շաբաթ կիրակի են լինելու բանակցությունները։ Այսօր ինչ որ այդ իսլամական պետության մի հատ բան
դուրս եկել ասում էր մենք դրանց հետ չենք բանակցի, հնարավոր չի եւ այլ էսենց, բայց գիտեք ինչ դեմքով էր անում, այն որ ամեն պահի սպասում էր որ հեսա գալու է։ Բայց ինչ վիճակ է, չէ, սարսափելի վիճակ է։ Հիմա մանավանդ որ քեզնից առաջ մի քանի հոգու այդպես շատ թիրախային ոչնչացրել են, դու մտածում ես իմերն է արդեն ամեն վարքյան կարող։ Ոնց էր անունը դրանց մամլուք հարտուղարի Նայինի էր, նեա ինչ էր, այդպես մի բան։ Առավոտը հայտարարություն արեց ջղային Իրիկունը հուղարկավորություններ։ Իրոք այդպես է եղել։ Իրոք այդպես է եղել։ Հիմա սա էլ, հիմա ամեն պահ, գիտեք, մի հատ հումորային բան կա, ոնց են, ասենք նոր պաշտոնյայի նշանակում, սենց ինքը չի ուզում զորով երկու ձեռից բռնած բերում նստում, ասում են դա հայտարարություն արա, սենց ուզում է փաղնի նորից բռնում նստացնում են, հիմա դրա պատմությունն է։ Բայց հետաքրքրականը ինչն է, ասում են երկու տարբերակ կա, կամ Ղալիբաֆի անունը տալիս են, որպեսզի իրենց մեջ պարակտում գցեն հիմա ներսում, որտեղ Ղալիբաֆը մնացել է այն, կամ Ղալիբաֆի անունը տալիս են որպեսզի էս էլ հետաքրքիր, որպեսզի կոծկեն իրական բանակցողներին։ Այսինքն ուրիշ իրական բանակցողներ կան, այլ աժիոտաժ են սարքում։ Տրամպը ասեց, որ ունակ բանակցողներ են, այսօր ասեց, որ լավ բանակցողներ։ Չնայած ասում է իրեն չեմ հավատում, ես հետո էլ։ Ասեց, երեք ասեց նվեր են տվել ինչ որ բանի հետ կապված, հա։ Տեսեք, բոլոր տարբերակները հնարավոր է։ Այն որ ինչ որ մեկը իրանց հետ բանակցում է, ես վստահ եմ, ու այն որ նաև շատ մեծ հավանականությամբ այդ բանակցողը խնդիր ունի իշխանությունը վերցնելու, այնտեղ հակասություն կա։ Իսլամական հեղափոխականների կորպուսից է մեծ հավանականությամբ կամ առնվազն մեծ ազդեցություն ունի այնտեղ ինչ որ մի թևից է, դա էլ մեծ հավանականությամբ, որտեղ մենք հասկանում ենք, որ իրական ուժը իրենց ձեռքն է, որտեղ կարելի է ենթադրել, որ Իրանի բանակից է, այսինքն, բայց մենք մի գիտենք, որ Այաթոլլան միշտ Իրանի բանակ ավելի փոքր է պահել, քան կորպուսը, եւ կորպուսը միշտ ավելի պատրաստված է եղել, քան Իրանի կանոնավոր բանակը։ Ենթադրում ենք, որ բանակցողները հենց բանի, բայց մեկեք մի պարզ տրամաբանություն ունեն, մենք այսօր մի քիչ առաջ այդ թեմայից ենք խոսում։ Հիմա տեսեք, մի հետաքրքիր բան է եկել, գայթակղություն։ Իսկ ինչի ինչ որ մեկը չվերցնի Ամերիկայի օգնությամբ իշխանությունը, առանց էլ քանդած է։ Թրամփը ասում է կտամքը ոչնչացնեմ, ինչ մնացել է էներգակիրների եւ այլն, չէ, ենթադրաբար։ Եվ գիտեք ինչ գայթակղություն կարա լինի ինչ որ մի խմբի մոտ, որ եկեք ես վերցնեմ բանակցեմ, հետո Թրամփը սանկցիաները կհանի, միանգամից փողը կգա, ես կդառնամ հերոս ազգի եւ այսպես շարունակա։ Եվ հետաքրքրական է մի բան, որ հիմա հակասական կարծիքներ են, դուք ճիշտ եք ասում, սա ուղղակի մեր վերլությունն է, ես չեմ ասում, այսինքն կարա այդպիսի բան լինի։ Եվ ենթադրում եմ, որ չեմ կարծում, որ լրիվ դատարկ տեղ է այդպիսի հայտարարություն արվի։ Մի հետաքրքիր բան, որ տեսեք, իրականում հարվածները այս ընթացքում շարունակվում է եւ 31-րդ, 11-րդ ամֆիբիա ջոկատները գնում են հիմա ստորաբաժանումները, 82-րդը ընդհանրապես գաղտնի է պահվում, ոչ մեկ չի հասկանում։ Ամեն մեկի մեջ 2200-ը 11-րդի, 31-րդի մեջ դրանք սուպեր պատրաստված տղերք են եւ բանի մեջ 82-րդի մեջ 3000 հոգի է։ Ու այդ իրենք գալիս են տարածաշրջան, այսինքն մենք էլի ինչ որ զարգացումների ականատես կարող ենք լինել, այսինքն նաեւ ավարտելով այս ամբողջ բանակցությունը, այս պատմությունը ինչ որ օպերացիայի կոծկելու հարց է, որտեղ դեռ չեն հասել։ Երկու օրից սպասվում է 31-րդի, 11-րդի, 11-րդը կարծեմ 2 շաբաթվա մեջ պետք է գա։ Պետք է ենթադրել ցամաքային հարձակում արդեն։ Այո, ինչ որ արդեն շատ բան է փոխում։ Այնտեղ խոսում է փոքր թոփ, մեծ թոփ կղզիների մեջ, մեկ է այնտեղ մի հատ էլ կար, որը մոռացա Մուսասայի թե ինչ էր բան, որը խնդիր ունեն իրանք Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, վիճելի կղզիներ են եւ Խարկ կղզու մասին հիմնական։ Միջալուց Էմիրությունները ես New York Times-ի ուղակի համոզում են, խնդրում են Միացյալ Նահանգներին, որ վերջացնի այս ռեժիմը։ Այո, այո։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսքան այսօր համար կհանդիպենք վաղը միշտ։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։